Ներկայացված բյուջեի նախագծում նշվում է, որ արդյունաբերության աճը առաջանցիկ է լինելու եւ միջինում կազմելու է 6-8%։ Ես կխնդրեի նշել կոնկրետ, որ արդյունաբերության մասին է խոսքը եւ մի քիչ ավելի մանրամասն, լավ, օրինակ, որ լոկոմոտիվ ձեռնարկությունների մասին է խոսքը, որոնք արդյունաբերության անկման պայմաններում վերջի տարիներին կամ շատ ավելի դանդաղ աճի պայմաններում համեմատացնայի հետ ապահովել են ավելի բարձր առաջանցիկ տնտեսական աճ։ Մյուս հարցս վերաբերվում էր դրամաշնորհներին։ 26 թվականին 19.6 միլիարդ է նախատեսված պաշտոնական դրամաշնորհ։ 25 թվականին էլի այդ կարգի ինչ-որ մի բան էր, 24-ին էլի այդ կարգի ինչ-որ մի բան էր։ Ես հիշեցնում եմ, որ 2021-22 թվականներին, արդեն 22, Հայաստանին 26 միլիարդի աջակցություն էր խոստացվել, այդքան եվրոյի։ Հիմա որ պաշտոնական դրամաշնորհները գումարում ենք իրար, այդ թվին չենք էլ մոտենում։ Ուզում հասկանամ, այդ աջակցությունից ինչ կա եւ խոստացված աջակցությունից դրամաշնորհների տեսքով այս կառավարության գործունեության ընթացքում ինչքան ենք ստացել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հարցերի համար։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք արդյունաբերության աճի մասին, բնականաբար մենք մեր մակրոմոդելներով դիտարկում ենք տնտեսությունը եւ կարողանում ենք միտումները հասկանալ եւ գտնում ենք, որ արդյունաբերության մեջ մեր աճը վերականգնվելու է, բայց այստեղ եթե որպես առանձին գործոն նշեմ արդյունաբերության աճը եւ ինձ թվում է եթե դուք կարդացել եք նախագիծը, ապա այդտեղ նույնպես տեսել եք, որ գործոններից էականը ամուլսարի գործոնն է լինելու։ Ինչ վերաբերում է պաշտոնական դրամաշնորհներին, ապա այդ գումարը, որի մասին դուք նշում եք, այդ գումարը ամբողջությամբ չէր ենթադրվում, որ պետք է լինի դրամաշնորհ։ Դրա մի մասը վարկային ծրագրերով մենք արդեն համաձայնագրերը կնքել ենք, մի մասը արդեն իրականացման փուլում են, եւ բացի դրանից, երբ որ մենք բյուջեով նախագծում ենք, եթե բյուջեի նախագծման փուլում, եթե կոնկրետ ստորագրված համաձայնագրեր չկան, ապա այդ համաձայնագրերի չստորագրված համաձայնագրերը պաշտոնական դրամաշնորհների ցանկում չեն հայտնվում, եւ շատ հաճախ լինում է այնպես, որ փաստացի ստացած դրամաշնորհները ավելին են լինում, քան այն ինչ որ պլանավորված է բյուջեում։ Ունեք արձագանք, համեցեք։ Պարոն Հովհաննիսյան, այո, կարդացել եմ այս տարվան էլ, անցյալ տարվան էլ, նախորդ տարվան էլ, համեմատել եմ կառավարության ծրագրի հետ էլ, եւ հարցս ճիշտ նկատեցիք, պատահական չէր։ Ես ուզում եի, որ դուք ամուլսարը հնչեցնեիք։ Հիմա դրամաշնորհներին անդրադառնանք, լավ, 2.6 միլիարդից ինչ որ մի բան գոնե պետքա լիներ դրամաշնորհի տեսքով։ Իմ հարցը չէ վերաբերում, թե ամբողջը պետք է այդքան լիներ, գոնե համամասնությունը հասկանայինք։ Օրինակ 2025 թվականի բյուջեի նախագծով պաշտոնական դրամաշնորհները նախատեսված էին 13.2 միլիարդ դրամի։ Հիմա ճիշտ է, տարին դեռ չենք փակել, բայց ինչ որ մի օրվա դրությամբ կասեք այդ 13.2 միլիարդը ստացել ենք, չենք ստացել, ավել ենք ստացել։ Այդ 13.2 միլիարդ նախատեսված, կանխատեսված, հույս ունեցածից ինչքանն է եկել այդ 2.6 միլիարդի խոստումի շրջանակներում։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, հիմա բնականաբար այդ թիվը չեմ կարող ասել, ինձ թվում է մենք առիթ կունենանք դա քննարկելու բյուջեի կատարման հաշվետվության շրջանակում, բայց ուզում նշել նաև, որ մեր հանձնաժողովների քննարկումների ժամանակ մանրամասն տեղեկանքներ են տրամադրվում այն մասին, թե Եվրոմիության եւ
եվրոպական կառույցների հետ, ինչպիսի դրամաշնորհային եւ վարկային ծրագրեր են իրականացնում, դրանց դինամիկան է քննարկվում եւ կարծեմ այս տարի քննարկման ժամանակ դուք բացակայեք, բայց այդ բոլոր տեղեկանքները ներկայացվել է, պարոն Եղոյանն էլ նախագահում էր։ Շնորհակալություն։ Ես չասեցի դա վատ։